Արթուր Դավթյան դադախազ։ Չէ, չշփոթվեք հարգելի քաղաքացիներ, Նիկոլի դադախազին ենք նորից ստացել։ Տպավորություն էր, որ այս դհոլչին պիտի գոնե այնքան գիտակցություն ու ամոթ ունենար, որ մեր հասարակության աչքին չերևար իր արածներից եւ այդ ամբողջական հանցագործությունների շղթայից հետո։ Բայց չէ, մարդը որոշել է, որ իսկը վերադասավորվելու ժամանակն է։ Ես ձեզ հիշեցնեմ, որ այս դհոլչի ժամանակ էր հայրենիքի փրկության շարժումը, դիմադրություն շարժումը, ազգային կոմիտեի շարժումը։ Այս բոլոր շարժումների ընթացքում տասնյակ եւ հարյուրավոր քաղաքական բանտարկյալներ են եղել։ Մարդիկ, ովքեր խաղաղ ցույցերի ժամանակ արտահայտում են իրենց դիրքորոշումը, վստահ պնդելով, որ Դավաճան Նիկոլը պիտի գնա։ Ինչ էր անում այդ ընթացքում դհոլչի Արթուր Դավթյանը, քրեական գործեր էր կարում, կեղծ ահաբեկչությունների, իբր սպանությունների եւ մահափորձերի հանցակազմեր փնտրում։ Ձերբակալել էր հայրենիքի փրկության շարժման ողջ առաջնորդությունը, ձերբակալել էր դիմադրության շարժումից հարյուրավոր մարդկանց եւ ազգային կոմիտեի ընթացքում տասնյակ քաղաքացիների։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քրեական օրենսգիք է խախտել, դուք գնայիք։ Ես պարտավոր էի դա անել եւ այդ պարտավորությունը սկիրացնեի։ Ես ձեզ ուզում եմ հիշեցնել, որ այս շարժումների ընթացքում ոչ միայն բազմահազարանոց ցույցեր էին տեղի ունենում, այլ նաեւ այս շարժումների ընթացքում իրավաբան գիտնականները, մասնագետներն ու փաստաբանները հարյուրներով հանցագործության մասին հաղորդում էին ներկայացնում, հիմնավորված եւ փաստարկված, որ Նիկոլը գործում է պետական դավաճանություն։ Իսկ դհոլչի Դավթյանը դրանք ուղղակի պատռում եւ գցում էր աղբամանը, քաղաքական դիվիդենդներ հավաքելով իր տիրոջ Դավաճան Նիկոլի մոտ։ Տեսլական ունեմ, ես պատկերացում ունեմ մեր երկրում հատկապես իրական արդարադատության։ Դհոլչի դադախազը անգամ չի ամաչում պրիմիտիվ եւ պարզունակ ստեր ասելուց։ Ստեր, որոնք ուղղակի բացահայտվում են հազարավոր քաղաքացիների աչքի առաջ։ Ասում է 2018 թվականին հանրապետական ֆրակցիան չէր եկել քվեարկության Նիկոլին անձեռմխելությունից զրկելու։ Սուտ է, հանրապետական խմբակցությունը ամբողջ կազմով ազգային ժողովում էր ու սպասում էր Արթուր Դավթյանի Նիկոլին անձեռմխելություն զրկելու միջնորդությանը, մինչդեռ փախավ իրավունքից, փախավ արդարադատությունից, փախավ իր մասնագիտական եւ պաշտոնեական պարտականություններից։ Փախավ, որ ընդամենը մի քանի տարի հետո իր Նիկոլի հրահանգով արդարացնի Նիկոլին, հասնի մինչև Վճռաբեկ դատարան, թե իբր 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններում Նիկոլը ոչ մի կապ չունի եւ զանգվածային անկարգության մասնակից չի եղել։ Այս դհոլչին համարում է, որ ոստիկաններից մահակներ խլելը, երբ Նիկոլի հոգին փառավորվում էր սատկացրած եւ ծեծած ոստիկանից, այս ամեն ինչը զանգվածային անկարգություն չի, այս մարդը ազնիվ է եւ արդար։ Այս դհոլչի պաշտոնավարման ժամանակ էր, որ Նիկոլը հանձնարարում էր սատանա բռնել։ Սրա պաշտոնավարման ժամանակ էր, որ Նիկոլը ասում էր կալանքը ուզեք չուզեք պտի տակ։ Սրա պաշտոնավարման ժամանակ էր, որ դատավորներին կանչում էին վարչապետի աշխատակազմ ու հարցնում, թե ինչի կալանքները չեք տվել։ Սրա պաշտոնավարման ժամանակ էր, որ հանրապետական կուսակցության падգամավորներին ահաբեկում էին։ Սրա ժամանակ էր, որ շրջափակում էին ազգային ժողովը, զավթում էին սահմանադրական դատարանը, ուժով փոխում էին սահմանադրության անցումային դրույթները իրենց ցանկալի սահմանադրական դատարանի անդամներ նշանակելու համար։ Այս դհոլչի ժամանակ էր, որ Նիկոլը ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց, որ իրավիճակը նույնն էր լինելու, միայն թե պլյուս-մինուս 50 զոհով։ Այս դհոլչի ժամանակ էր, որ Նիկոլը բանավոր պայմանավորվածություններով հանձնեց Գորիս Կապանը, եւ ինքը ոչ մի գործողության մեջ հանցակազմ չի տեսել։ Դհոլչու դատախազությունն էր, որ 2021 թվականի ընտրակեղծիքներն էր փորձում կոծկել եւ սահմանադրական դատարան ներկայացված ընդդիմադիրների բողոքներից գեթ 1 քրեական գործ չի հարուցել։ Զանգվածային ընտրախախտումների, չաքուչով ընտրություններ կազմակերպելու եւ շատ այլ ընտրախախտումների վերաբերյալ։ Վերադառնում ենք մաքուր իրավաբանության դաշտ։ Ու օրինաչափ է, որ հենց Նիկոլը քեզ պետք է դուրս շպրտեր, որ հենց Նիկոլը պետք է այլևս քո ծառայությունների կարիքը չունենար, օգտագործեր ու շպրտեր։ Ինքս կկարողանամ արդյունավետ ծառայություն մատուցել։ Եթե հարկ լինի նաև քաղաքականության մեջ հանդես գալու եւ դրանով օգտակար լինելու, ուրեմն կարվի նաև դա։ Մարդկային ու մասնագիտական արժանապատվությունից զուրկ դադախազ աշխատածը հայտարարում է, որ իրավական եւ քաղաքական գործունեության պատրաստ է։ Ուրեմն այն քաղաքական ուժը, իրեն ընդդիմադիր եւ Նիկոլի դեմ պայքարող հռչակածը, եթե որևէ մեկը սրան կընդգրկի իր ընտրական, նախընտրական կամ պայքարի տրամաբանության մեջ,
Ուրեմն ինքն է դառնալու սրա արած քաղաքական հետապնդումների պատասխանատուն։ Այդ քաղաքական ուժը կամ այդ քաղաքական անձն է դառնալու մեր երկրի նախագահների նկատմամբ հարուցված շինծ ու քրեական գործերի պատասխանատուն։ Իրենք են դառնալու 3 շարժումների ընթացքում եւ սրա պաշտոնավարման տարիներին բոլոր քաղաքական հետապնդումների եւ տասնյակ երիտասարդների կալանավորման մեղավորը։ Ու հետո թող չասեն, որ մենք սրա արածների հետ կապ չունենք։ Ակնհայտ է, որ սա ոչ իրավական եւ ոչ էլ քաղաքական գործունեության հետագա ունենալ չի կարող, բայց նույնիսկ եթե սա որոշի միտեղ դհոլ նվագել, անգամ այդտեղ գնալ պետք չի։